Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մոտ ժամանակներս տեղի կունենա միջգերատեսչական հանդիպում Գյումրի կարճ երկաթգծի վերականգնման եւ ոչ միջգերատեսչական տեխնիկական հանդիպում, դրանից հետո մանրամասներ կհայտնվեն։ Պարոն Ռուբինյան, քննիչը որ եկավ Հայաստան, իր անձնագրում կնիք տրվել է մուտքի եւ ելքի։ Դա պետք է այլ մարմինների հարց։ Երևանում է լինելու հանդիպումը։ Դուք ասացիք, որ որոշ ժամանակ անց տեղի կունենա միջգերատեսչական։ Կասենք հետո։ Սահմանների բացման Գյումրի կարճ երկաթգծի վերագործարկման մասին։ Իսկ սահմանների բացման մասով քննարկումներ շարունակվեն։ Այո։ Ինչ փուլում են, ինչ հիստերիայի մեջ է, Ո՞վ։ Իշխանությունը։ Ով է ասում։ Մամուլը գրում է, որ Որ իշխանությունը։ մամուլը։ Ով։ Դե մամուլն է գրում, հիմա չեմ հիշում, որ մամուլն է։ Ամեն դեպքում հիստերիայի մեջ է, որ մեր ձևով մեծ հանրահավաք արեց, ընդդիմադիրները կարող են ձեզ տապալ։ Դե մամուլին որ տեսնեք, կասեք, որ հիստերիայի մեջ ինքն է։ Բայց ամեն դեպքում անհանգստացնում ձեզ չի անհանգստացնում։ Մեր ձևով շարժումը, մեր հանրահավաքը։ Ինչու պետքա ինձ անհանգստացնի մի վայրկյան էլի, ախր ինչու ինձ պիտի անհանգստացնի ինչ որ մեկի հանրահավաք։ Ինձ ուրախացնում է, որ մեր երկրում քաղաքական ուժերը կարողանում են անել հանրահավաք եւ ի տարբերություն այլ տարիների այդ հանրահավաքի ժամանակ օրինակ դիմավորկավորված ուժերները չեն գալիս, ծեծում եւ սպանում այդ հանրահավաք անողներին։ Բայց մարդկանց դες չի անհանգստացնում։ Ինչ 7500 թիվը ոչ չի անհանգստացնում։ Դե հիմա ես հակված եմ հավատալ ավելի ինչ ասեմ, հարգված կազմակերպություններ, բայց ասեմ ձեզ, նույնիսկ եթե 30000 լինի, նույնիսկ եթե 30000 լինի, չի անհանգստացնում։ Մեր երկրում իշխանությունը ձևավորվում է ընտրությունների միջոցով, ժողովուրդը 2026 թվականին ում կուզի կընտրի։ Չեք անհանգստանում, որ սիրո եւ համերաշխության կոչերով եկած իշխանությունը պաշտոնավարումից 7 տարի անց 30000 հոգի եւ ավել։ Բայց ինչի 7 տարի անց, 5 տարի առաջ էր, 5 տարի անց էր 30000։ 18 թվականի հեղափոխության։ Ես էլ եմ այդ ասում, ասում եմ, ինչի 7 տարի անց, 5 տարի անց էլ 5 չէ նույնիսկ ներողություն։ 2 տարի անցել, 3 տարի անցել էր 30000 հոգի պահանջում է իշխանապողություն 2021 թվականի հունիսին ընտրություններից անմիջապես առաջ Ռոբերտ Քոչարյանը եւ աջակիցները հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք են արել, որին մասնակցել է կրկին ըստ իմ շատ հարգած արժանահավատ աղբյուրների մասնակցել է 30000 մարդ, որից ընդամենը օրեր անց մենք հաղթել ենք։ Իսկ ընդհանրապես ինչու է խախտում իմ ամերության կանխավարկածը։ Դուք պնդում եք, որ ես ինչու եք մեր ամերության կանխավարկածը, ինչու եք մեր իշխանությունը չի կարող իշխանությունը չի կարող որևէ մեկին կալանավորել, որևէ մեկին կալանավորել կարող են համապատասխան իրավապահ մարմինները դատարանի վճռով եւ հետեւաբար խնդրում եմ ձեզ չխախտել իշխանությունների ամերության կանխավարկածը։ Որ չկա մի դատավոր, որին խնդրում եմ չխախտել Նիկոլ Փաշինյանի ամերության կանխավարկածը, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի կարող հրահանգներ տալ դատական իշխանությանը։ Չկա մի դատավոր, որին որոշումը չկա։ Ինքը նաև ասել է, որ ինքը չի տալիս հրահանգներ։ հարցը մի ուրիշ կերպ տամ, ես Վարդան Ես շատ ըստ էության պատասխանեցի։ Վարդան արժեհամակարգի կրողը չեմ, բայց ընդդիմությունը որոշ առումով ինչով է ճիշտ, որ այնուամենայնիվ դուք են իշխանությունը պետք է լինեք, որ ամերության կանխավարկածը չխախտեք, մինչև դատավճիռ չլինի, այդ բոլորը շոուն Ինչու եք խախտում մեր ամերության կանխավարկածը, ինչ նշանակում շոու, ինչու եք իրավապահ մարմինների ամերության կանխավարկածը խախտում։ Իրավապահ մարմինները շոու չեն անում, իրանք իրենց աշխատանքն են կատարում։ Ես ձեզ կոչ եմ անում, քանի դեռ դատարանի վճիռ չկա, իրավապահ մարմինների աշխատանքը չանվանել շոու, Նիկոլ Փաշինյանն չմեղադրել շոու չի եղել, ոչ մի դեպքում շոու չի եղել։ Ոչ մի դեպքում շոու չի եղել։ Ես չգիտեմ, դրոնն ագահանասել թե չէ։ Ես նախ չգիտեմ դրոնը եղելա թե չէ։ Երկրորդը ձեր հարցը ինձ չի ուղղված, այլ իրավապահ մարմիններին է ուղղված։ Երրորդն դուք գնացեք դուք այդ հարցը տվեք Ռոբերտ Քոչարյանին, ասեք Ռոբերտ Քոչարյան, այդ որ Պապլավոկից դուրս եկա, կարող եք ձեր թիկնապային ձեր հետ տանենք, որ մարդուն անդազանջ անի, մի վիճեք իմ հետ, կգնաք Ռոբերտ Քոչարյանին կհարցնեք, ասեք, կհարցնեք
Կասեք պարոն Քոչարյան, ձեր թիկնապային, Տիկո։ կասեք շետ, ձեր թիկնապային ինչի ձերը չտարակ, որ անդազահան չանի այդ մարդուն ու դաշնակցական։ Պարոն Ռուբինյան լրագրողի հետ Եթե այլ հարցեր չկան, ես գնացի։ Կան այլ հարցեր։ Այլ հարցեր կան։ Խնդրեմ։ Այո։ Կարող է դիմադրություն առաջացնել ընդդիմադիր ընտրական մոտ եւ կոնսոլիդացիա։ Ես խորապես վստահ եմ, որ մեր հանրապետությունում կաշառակերության աջակից ընտրազանգված գոյություն չունի։ Ես չեմ ճանաչում մեկ Հայաստանի քաղաքացի, որը հանուն կաշառակերության աջակից է։ Սա է ձեր հարցի պատասխանը։ Ամեն դեպքում հանրության կարգավարկածը ոչ Մի խանգարեք ձեր գործընկերոջը, հարց է տալիս։ Բայց Էմմա Պալյանը բնակարանի հետ կապված հարցեր լուծել եւ Ինչ եք ձեր գործընկեր Էմմա Պալյանը ամուսնի հետ կապված եւ հաստատություններով ապացուցված է, որ իրենց տան բնակարանը ինչ որ ապօրինի կերպով առաջ են տվել եւ այլն։ Սա կաշառակերության դեպք չի, հովանավորչության դեպք չի, թե դուք դա Ես ձեր հարցի թեմայից տեղյակ չեմ, խոստանում եմ ուսումնասիրել, բայց ենթադրում եմ, որ ելի ձեր խոսքերի մեջ ամեղության կարգավարկածի խախտում կա։ Մի խանգարեք ձեր գործընկերներին։ Անմեղության ԿՊ-ի եւ իրավապահ համակարգի անմեղության կանխավարկածը չխախտելով ամեն դեպքում, եթե մեր ձեռով շարժումը որևէ այսպես անհանգստություններ չէր առաջացնում, ինչու մեկ բառի համար Սամվել Կարապետյանը կալանավորվեց եւ Բայց ով ասեց, որ տեսեք, համ ասում եք ամեղության կանխավարկածը չխախտելով, համ ասում եք մեկ բառի համար ձերբակալվեց։ Եթե դուք պնդում եք անում, որ մեկ բառի համար ձերբակալվել, նշանակում է դուք պնդում եք առնում, որ ամեղ մարդուն իրավապահ համակարգը ձերբակալել է։ Դա ամբողջության կանխավարկածի խախտում է։ Երկրորդը մեղադրանք է առաջադրվել տվյալ անձին իշխանության բռնի ո՞նց էր որ հոդվածով էր իշխանության բռնի իշխանազավթման հոդվածով որովհետև իրավապահ մարմինները եւ դատարանը համարել է, որ իր խոսքերը բավարար են կասկած հարուցելու համար, որ մեղադրանքը իրական է։ Պարոն Ռուբինյան, տեսեք, ես դա ձեր գնահատականն է, դա ձեր լրատվամիջոցի մի վարքյան, դա ձեր գնահատականն է, դա ձեր լրատվամիջոցի գնահատականն է։ Դուք ձեր բոլոր դրա լրատվամիջոցներով կարող եք գնահատել, որ Վարդանիկը սուրբ է, Ռոբերտ Քոչյանը սուրբ է, Սերժ Սարգսյանը սուրբ է, եւ դուք դրա մի վարքյան, դուք դրա իրավունքը ունեք, բայց իրականությունը դրանից չի փոխվում։ Պարոն Ռուբինյան, եթե ես չեմ սխալվում, օրենսդիր մարմնի Բայց մի վարքյան էլի ներողություն էլի։ Անդադ նույն մարդիկ եք հարց տալիս, ես առաջարկում եմ Tribune AM-ին։ Հա, ոչինչ, ես ներողություն շարունակեմ հարցը։ Սա ճեպազրույց է։ Եթե չեմ սխալվում, օրենսդիր մարմնի ներկայացուցիչը բացի պատգամավորական գործունեությամբ, այլ գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի, եթե դա գիտական աշխատանք չի եւ հասարակական։ Հիմա դուք եւ Վահագն Ալեքսանյանը, որ Civic-ում եք աշխատում, վարձատրվում եք, բա ինչ եք անում այնտեղ աշխատում։ Բա ինչ եք անում։ Այդ նույն տրամաբանությունն է, որ դուք հիմա ինձ ասեք, որ ես աշխատում եմ Չէ, դուք այնտեղ այսինքն ով է այնտեղ հաղորդավարը։ 5-րդ տալիքում կամ ՀԺ-ում կամ H2-ում կամ Tribune AM-ում եւ այլն։ Չէ, դրանք տարբեր բաներ են։ Տարբեր բաներ են։ Ես աշխատում իհարկե չեմ վարձատրվում եւ ես գրանցված չեմ որպես աշխատող։ Բա Այ լավ հարցեր եք տալիս։ Այո, ասեմ։ Չէ, ասեմ ինչի ոդկասթի կարիք առաջացավ։ Ես զգացի, որ երբ որ ճեպազրույց եմ տալիս ձեզ բոլորիդ, դուք րոպեն, ասենք, չգիտեմ, 16 հարց հաճախականությամբ ինձ ընդհատում եք եւ չեք թողում պատասխանել։ Կամ սկսում եք մի վայրկյան, կամ սկսում եք վիճել ինձ հետ, ինչին ես դեմ չեմ, կարելի է բանավեճային ֆորմատով զիջել։ Իմ մտքերն արտահայտել է, որովհետև անդադ ընդհատում եք ինձ։ Հետո պարոն Ալեքսանյանը ինձ խոստացավ, որ չի ընդհատի, ես էլ իրեն խոստացա, որ չեմ ընդհատի։ Բայց այդ ֆորմատը չի, որովհետև եթե մենք սուր հարցեր ուզենք, մենք գալիս ենք ստեղ, տեսնում եք, չեմ խոսափում բացարձակ ձեզնից։ Բայց վերջին հարցը էլի խնդրում եմ։ Վերջին երկու հարցը, որտեղ պիտի նիստ վարեմ։
ստատուսների հետ կապված ասացիք Քերունի հարցին պատասխանելիս, որ դուք ազատ եք որպես լրագրող, լրատվամիջոց ունենալու ձեր կարծիքը, բայց չգիտեմ ինչի ստատուսներ եք գրում, որ պարսավանքի արժան այն բոլոր լրատվամիջոցները, որոնք պաշտպանում են կաշառակերստերիկայի, նախ ինքներդ կարգել եք մարդուն արդեն կաշառակերստերիկա առանց դատական ակտի ու նշել եք հրապարակի խմբագրի Արմինե Օհանյանի անունը։ Սա ինչ է, եթե ոչ լրատվամիջոցներին թիրախավորում, սա քննադատություն է, պաշտոնյայի կողմից։ Շատ լավ, հիմա խնդրում եմ մի ընդհատեք, որտեղ պետք է գնամ նիստ հասցնեմ պատասխանեմ։ Սիրելի Ռիփսիմե, լրատվամիջոցի թիրախավորումը հետևյալն է։ Օրինակ, երբ որ լրագրողին ծեծել են տալիս։ Օրինակ, երբ որ լրագրողին վրա գործ են կարում, նստացնում են։ Օրինակ, չգիտեմ, երբ որ մտնում են մի վայրկյան, մտնում են խմբագրություն, ինչ ասեմ, համակարգիչները արգրավում են։ Երբ որ, չէ, ոչ միայն ֆիզիկական, ասում եմ, երբ որ դատում են եւ այլն։ Իմ ասածը քննադատություն է, սովորեք քննադատությանը։ Բոլորը վիրավորանք չի, ոչ ոքի չի վիրավորանք։ Դե հիմա ես պատճառ ունեցել եմ դասելու համար եւ դա վիրավորանք չի։ Հաջորդ երկրորդ հարցը տվեք։ Ոնց է ստացվում, որ կաթողիկոսի հետ կապված այդ հայտնի ձայնագրությունն է, այսպես ասած, ուտեչկա է կանում Տարոն Չախոյանի հետ կապվող Median News AM։ Ես ոչինչ ուտեչկա չեմ արել։ Դուք չեք արել դա։ Նկատելի իշխանությունը այդ լրատվամիջոցի միջոցով։ Չգիտեմ, իսկ ոնց է լինում, որ տարբեր ստահոդ լուրեր սպրդում են տարբեր լրատվամիջոցներով, այդ թվում որոշ լրատվամիջոցներով, որի ներկայացուցիչներից դե ներկայ են։ Գաղտնա լսման, գաղտնի ձայնագրման մասին։ Բայց դուք ինչ գիտեք, ով է դա գաղտնած լսել, ով է ձայնագրել դա։ Դուք գիտեք, ես չգիտեմ։ Ոնց է, որ Նաթան Սրբազանի Ասում եմ, ով է ձայնագրել, դու դա գիտեք։ Դա ես էլ չգիտեմ։ Ես մամուլում եմ տեսել։ Հա ինչ անենք։ Ինչ, այսինքն ցանկացած, եթե դուք վաղը ինչ որ մեկին գաղտնալ լսեք, ես եմ դրա համար պատասխանատու։ Այսքանով ավարտենք, շնորհակալ եմ։ Հարցը պետական գաղտնի։ Ո՞վ ասեց որ պետական գաղտնալսում է։ Ընդդիմադիրների ինչի՞ որ ձեր